Այդ ձեր տրտմությունը, որ այսօր ունենք, մենք տրտմություն հուսամ, որ ունենք, ոչ թե մարդկային ցանկություններով պայմանավորված տրտմություն է դա, որ ամեն մարդ կարող այս կամ այն պատճառով ունենալ, այլ Աստծով պայմանավորված տրտմությունը, որը փրկության է տանում, եւ ես սա այլ կերպ կասեմ նաեւ, եթե մարդը իր մեջ այդ Աստծո ներկայության զգացողությունն ունի, չի կարող ուղղակի այդ մարդը ցավ չունենալ, չցավալ ամենափոքրից մինչև ամենամեծի համար։ Եվ եթե մարդը ցավ չունի, նա նաև գործելու որևէ մղում չունի։ Մարդու ցավն է շատ հաճախ իրեն մղում գործելու։ Ցավը կարող է մարդուն կքել, ստիպել ընկճվելու, հուսահատվելու, լուծում չգտնելու, բուժում չգտնելու, բայց առաքյալն ասում է այդ ցավը, այդ տրտմությունը, եթե Աստծու հետ ես կապել, եւ դրա ցուցիչը այն է, որ դու որքանով ես ձգտում փրկության, սա է, եթե դու քեզ համար պարզապես քո օրախնդիրներով, քո ինչ ասեմ, նյութական կաշկանդումներով ես տրտմած, այդ մահը ուղղակի, որովհետեւ վերջին հաշվով կգա մահդ կհասնում, դրանք ոչ մեկ օգուտ չի տա քեզ։ Բայց եթե դու տրտմության մեջ ես, նպատակով տրտմության մեջ ես, ցավի մեջ ես, տխուր ես, ներսը կրակը վառվում, թե ինչու է այսպես իմ կյանքի շրջապատը, միջավայրը կամ այն մեծ արժեքները, որոնք վնասված են, դա Աստծու հետ գործելու, հաշտ լինելու, իրենով ունեցած զղջումը նաև գտնելու քո արածների կամ ընդհանրապես միջավայրիդ համար եւ նաև փրկություն ժառանգելու։